Բարի երեկո, սիրելի ժողովուրդ, մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանը կդառնա զենք արտահանող երկիր։ Վերջին ամիսներին տարբեր առիթներով իմ տարբեր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում ասել եմ, որ մի քանի հայրենական արտադրողներ, հայկական ընկերություններ ստացել են զենք արտահանելու թույլտվություններ։ Եվ այժմ մեծ ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ ձեզ հայտնել, որ հայկական 3 ընկերություններ, 2 տարբեր երկրներ զենք են արտահանել մայիս ամսվա ընթացքում։ Բավականաչափ բարդ խրթին լոգիստիկ ճանապարհներ անցնելով, դժվարությունների միջով անցնելով, հայկական ընկերությունները կարողացել են հասնել նպատակային կետին։ Հայկական ընկերությունները առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել վերջնական օգտագործման երկրներ։ Ես ուզում եմ ասել, որ այս ամենը իրականում վերջին տարիներին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության կառավարության երազանքը և ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Հենց սա էր պատճառը, որ կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամների ներդրումներ է կատարել և ապագայում ևս շարունակելու է կատարել այդ մեծածավալ ներդրումները ռազմարդյունաբերության ոլորտում։ Այս կապակցությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի և արտաքին գործերի նախարարության իմ գործընկերներին բավականաչափ աջակցող լինելու այս ողջ գործընթացում, ինչպես նաև խորին շնորհակալություն հայտնելով հենց հայրենական արտադրողներին, ռազմարդյունաբերողներին, որոնք օրնիբուն վերջին տարիներին աշխատել են, հայկական ինժեներական միտքը գեներացվել է և այն վերածվել է վերջնական արտադրանքի և արտահանվել է Հայաստանից, ինչպես նաև բոլոր այն գործընկերներին, որոնք այդ ողջ գործընթացում աջակցել են թե Հայաստանի Հանրապետության կառավարությանը և թե ռազմարդյունաբերողներին։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և ընդամենը ուզում եմ հիշեցնել, որ սա մի մեծ ու երկար ճանապարհի սկիզբն է։ Շնորհակալություն։